Երկուշաբթի առավոտից դատարկ է Բրյուսելի օդանավակայանը, աշխատակիցները 24-ժամյա համազգային գործադուլ են սկսել։ Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը։ Բրյուսելի օդանավակայանը երկուշաբթի չեղարկել է բոլոր 244 թռիչքները։ Գործադուլը կազմակերպել են Բելգիայի աշխատանքային ընդհանուր ֆեդերացիան և Քրիստոնեական արմիությունների կոնֆեդերացիան։ Որոշ ուղևորներ սպասում են ավարտվի 24-ժամյա գործադուլը, որ կարողանան առաջին իսկ չվերթով մեկնել։ Ես պետք է գնայի Մադրիդ և այնտեղից Մեքսիկա։ Հիմա դա հնարավոր չէ։ Ստիպված եմ սպասել դեպի Մեքսիկա իմ թռիչքի փոփոխություններին, ինչը նույնպես խնդիր է։ Մեզ ծանուցել են ընդամենը 3 օր առաջ։ Այս կինը օդանավակայանի աշխատակից է, նա չի իմացել գործադուլի մասին։ Դժգոհում է, որ նախապես չեն ծանուցել իրեն։ Brussels Airlines-ը փակ էր, ինչպես բոլոր ավիաընկերությունները։ Ես գնացի օդանավակայանի տեղեկատվական կենտրոն, բայց նրանք պարզապես լվացին իրենց ձեռքերը, ասելով. «Հասկացեք, սա մեր մեղքը չէ, մենք ոչինչ չենք կարող անել»։ Խափանված է աշխատում նաև Բրյուսելի միջհամայնքային տրանսպորտը։ Ընկերությունը հայտարարել է, որ մետրոյի միայն 1 և տրամվայի 4 գծեր են աշխատում, իսկ մի քանի ավտոբուսներ գործում են երկարացված երթուղիներով։ Զարուհի Սահակյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։